Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ մեր ուրիշ կարծիք ոդկասթն է։ Այսօր հյուրեր չունենք, ես ու Վահեն ենք զրուցելու ենք ընդհանուր առմամբ սահմանադրական իրավունքի ընտրությունների հետ կապված ու Դանիել Իոնիսյանի հետ կապված, որովհետև այդ իրազեկ քաղաքացիներ միավորում այդ կազմակերպությունը ընտրությունները դեռ չսկսած ինչ-որ խախտումներ է արձանագրել, բայց միակողմանի խախտումներ է արձանագրել։ Բարև Վահե։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, հույս ունեմ լավ եք, բնականաբար երկրում իրավիճակը թեժ գերլարված է, բայց այնուամենայնիվ ունենք այն ինչ ունենք, Դանիել Իոնիսյանի մասով ախր չգիտեմ ոնց արտահայտվենք, որ ինքը շատ նեղացկոտ արագ նեղանում է, էլի, միանգամից էլ դանչիկ, էլ գողփիսո, ինքը չէր որ մոր վրա գրել էր, չէ՞։ Հա, դրանց մոտ նորմալ են, Բաբաջանյան արման բան, դա նույնն են, էլի։ Իրանց արժե համակարգը թույլ է տալի, որ իրանք իրանք սեփական օրենքը այնքան գերակա է, ասենք նայ օրենքի մեջ կետ կա, որ ասենք եթե ինչ-որ մի հատ քրեական գործով դու մեղադրվում ես, նաև կամ չէ դու չես մեղադրում, սենց ասեմ, ավելի առարկայական օրինակ բերեմ, այսինքն քո հարազատը է, ընտանիքի անդամը, եթե մեղադրվում է ինչ-որ գործով, եթե դու իր հետ ազգակցական կապ ունես, այսինքն մայր, եղբայր, քույր, ընտանիքի անդամ, ազգական, դու իրավունք ունես օրենքով նախատեսված կարգով ցուցմունք չտալ։ Միանշանակ Հասկանում ես, այսինքն օրենքը իրանց համար այդքան գերակա է։ Իրանք, չգիտեմ, արժե համակարգ չունեն, չգիտեն, որ մայրը Սևան ջան, տես բոլոր երկրներում է, էլի, տես դաժե գազանների մոտ է, ասենք, չգիտեմ։ Չէ, չես կարծում, որ մարդը պետքա իր այն որդին, որ մոր վրա գրում է, այդ մոր դաստիարակածն է։ Այսինքն, ինչ լույս աշխարհը բերե, ծնել է, այդ Դե այտենց դեպքեր են լինում, որ ամեն դեպքում այդ մերը նորմալ է լինում, բայց որդին է վատելի կամ հակառակը։ Այս դանչիկի պավ, չգիտեմ, մերն է նորմալ, թե դրանց իմ կարծիքով դրանց ցեղի մեջ դժվար նորմալ մարդ լինի, որովհետև ասենք չգիտեմ։ Արա որ դրա կերպարը բռնաբարության խոսակցություններ է կար իր հետ կապված ընտանիքի անդամներից մեկի հետ, այնց շարժ չանենք, բայց այնց խոսակցություններ կա։ Օդում կախված լուրերով, Ինչ օդում կախված լուրերով Google-եք կտեսնեք։ Այո, տեսանյութերը կգտնեք։ Տեսանյութերը Եթե հետաքրքրված եք հոդվածները կամ Հիմա ասենք նրան երեք Պետրոսի մոտ դրել էին Դանիել Իոնիսյանին ու խոսում էին այդ Պետրոսը ժողովրդեն չաղ մեծ կլոր մարդն է, սենց տենց ինքը հմեկով, հա, այն որ վիզ չունի, սենց օբշի մի հատ կլոր։ Վիտամինը ակումբը մոտ հումոր ունի, որ ասում է վիզ ունես, վիզ չունես։ Ոնց գլուխը բարձրացնում։ Պետրոսը վիզա դրե, որ վիզ չունի։ Վիզա դրե, որ վիզ չունի։ Դա ամեն դեպքում է դրան դրել են այդտեղ, հմեկի եթերում Պետրոսին ինչ-որ հարցեր է տալի, որ ընտրություններ ասում է, նայ, օրինակ որ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է թոշակները։ Ասում է, դա ընտրակաշառք չի։ Բա ի՞նչ է։ Պետրոսը մի հատ լավ հարցաշար ունի, ասում բա ի՞նչ է, բա ով է։ Հա, ինչ։ Հա, ինչ։ Ով։ Որ Նիկոլ Փաշինյանին հարցում է, չես մա, ես մեղավոր չեմ, ասում բա ով է։ Հիմա այդ դանչիկին չհարցրեց, այդ մեր կալաբոկ ախպերը, բա ցավը տանեմ, բա որ դա ընտրակաշառք չի։ Այդ ո՞նց է ալնում, որ ներկուսակցական, այսինքն ես մի հատ նախ զարմանում եմ, այդ դանչիկը այդ չի տենում, որ ասենք ներկուսակցական քարոզարշավս ո՞րն է։ Դուք իշխանություն եք, երբ ուզեք կարող լցվեք այդ ձեր աղբատար ավտոբուսը, մի հատ սրտիկ վրան նկարեք, եթակ ֆռակ հարց չկա։ Մեկը դուք ինչ ուզում անում եք, բայց այդ ինչ մի թազա անուն եք դրել, ես առաջի անգամ եմ լսում ներկուսակցական քարոզարշավա, որտեղ որ ուտում են կուկուրուզ, պերաշկի, ոչ մեծ սովածչները հավաքվել են բան, բայց դանչիկը դա չի նկատում։ Դանչիկը չի նկատում, որ ժամանակին, ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ինչ են անելու այդ 10000 դրամը թոշակառուները, մեկ էլ հոպ 10000 դրամը թոշակառուները պարզվեց լավ է ծախսելու տեղ ունեն։ Հիմա հարց առաջանում։ Հիմա այս դանչիկը խիա մի աշկնա տենում, թե մի կոմնա տենում, այդ ոնց եղավ որ դու ինչ որ բանի պատասխանատու ես, չէ, ոչ բարով խերով։ Հիմա այդ ոնց ալնում քո դրոնը ընդդիմության ոչ մի բան չի տենում, ասենք հանրահավաքի ժամանակ 10000 հոգի հավաքվեն իր մոտ 10 հոգի է եւ այսպես շարունակ։ Բայց Նիկոլ Փաշինյանի եկա գերանը, որ կողել են աշկըտ, էլի չի երևում։ Եղբայր, եթե այդ անաչառությունը չես կարում պահես, չնայած դու անաչառության հետ ոնց կարաս կապ ունենաս, բայց այնուամենայնիվ քեզ ինչ որ մեկը բերե դրելա տե, չէ, տեղադրել են, ասել են եղբայր ջան աշխատի, ել չեմ ասում որ գրփում ես, ուտում ես, հաստատ դու նրանցից քիչ պակաս չես ուտում, բայց այնուամենայնիվ
Ինք երկու բան ու գործի անունը ի՞նչ է, որ գնացել ես Պետրոսի մոտ կապիկություն ես անում։ Գոնե մի երկու բան էլ ճիշտ է, ասա, որ այդ ձեզ նայողը մարզերում առավել եւս մեծամասնությունը ընդեղ են, չէ՞, հմեկի Հայաստան գոյություն ունի։ Դու օրինակ Դե իրենք նայ, ասենք հա տենց ինչ-որ բան պատկերացնում են, որ կարա լինի, բայց նայ, ասենք ինքը ասում է ընդդիմությունը fake ինչ-որ բաներ անում, ընդդիմությունը ինչ-որ բաներ անում, այսինքն ընդդիմությունը պետքա ոչ մի բան չաներ։ Այսինքն ասում են, այ իրանք ուղարկում են ընտրատեղամասեր fake լրագրողների։ Fake լրագրողը ո՞րն է։ Չգիտեմ։ Եթե մարդը լրագրող է, ունի badge ու հաստատված, այսինքն ինքը լրագրող է, չէ՞։ Այդ նույնն է, որ մենք Ինքը ընտրատեղամասում ասում է, չէ, ասում է, նայ լրագրողների են ուղարկում ընտրատեղամասեր։ Հա, բա չուղարկեն։ Ինչ անեն։ Կամ ասում է դիտորդների, ասում է fake դիտորդների։ Դու ուր դուս գիտես այդ, եթե մարդը կա, անձը կա, ինքը դիտորդ է։ Ստացել է քննություն, պատրաստվել է, գնացել է ընտրատեղամաս։ Այդ մարդը խիա fake։ Ու այդ որոշողը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Չէ, ասենք Դանիել Իոնիսյանը խիա որոշում, որ ընդդիմության դիտորդները fake են, իշխանականները ոչ։ Բայց Դանիել Իոնիսյանը չի տեսա այն ծիգրով։ Լավը չի ասում, վստահված անձինք fake են։ Դա իրան Դու ես fake։ Իրան որ մնա կասի ընդդիմադիր առաջնորդներ կան, որ fake են, ասենք Չէ, Դանիել Իոնիսյանը fake է, fake է, ինքը fake է։ Դանիել Իոնիսյանը fake է, այսինքն fake հայա հերիք չի, ինքը fake է, այսինքն տեսեք ինչ ա եղել, մի fake օկտատեր գնացել է Պետրոսին յուր։ Գիտես ինչա։ Տենց է դուրս գալի։ Տարբեր ֆիլմեր կան։ Պետրոսը եւ fake-ը, էլի։ Նայ, տարբեր ֆիլմեր կան, չէ՞ որ բանը ինքը որպես արհեստական բանականություն ասես, իր կաղապարն է հավաքած, այտենց բանը պրոյեկտորով գցում են լույսը իրան, այտենց դնում են ինքը տենց է, եթե ինքը մտածում է ընդդիմության դիտորդները վստահված անձինք, լրագրողները fake են, ինքն էլ է fake։ Ունեցող մարդիկ եթե իր համար fake են, ուրեմն ինքն էլ է fake։ Ինչ տարբերություն։ Էլ չեմ կարող պատկերացնեմ, էլ բա fake-ը, բա լավ, այդ իշխանական ծիգրովկա մորքուրները են, որ Նիկոլին հե ջուջուլ պուպուլ են անում, էդի չի տենում, այդ fake-երը չկան էլ, հա։ Ապետի fake չի իր համար։ Բա ինչ են, իսկական մարդիկ են։ Ծիգրովկա, հա, իր պատկերացրած տեսած շոշափած մարդիկ են։ Ինչ այդ կնանիք են շոշափե, ինքն էլ այդ կնանիք բայց ինքն աբսուրդի ենք ասել, որ այսօր մեր երկրի իրավական մասով ինչ որ մի պատասխանատու կամ իրավաբանության, իրավագիտության հետ կապված այնպես մարդ է խոսում, որ այդ մարդը ունի իրավունքի հետ ընդհանրապես կապ չունի։ Տեսեք, ինքը անձամբ չի կարող։ Հիշում եմ ֆիզմաթն ավարտել համալսարանի։ Այ չեմ հավատում, որ ավարտել է, բայց հաշվենք ավարտել է, օքեյ։ Չէ, ավարտել է։ Հա, ավարտել է։ Հիմա տեսեք, եթե մարդը իրան չի կարող անձամբ պաշտպանի, ինքը ոնց է պաշտպանելու իրավունքը այլ քաղաքացիների, առավել եւս եթե ինքը իրավապաշտպանն է միայն իշխանավորների, որոնցից ինքը ստանում է X, Y, Z գումարներ։ Լավ, ասենք մեր երկիրը Այս ոնց հասավ այս անդունդի եզրին, որ Դանիել Իոնիսյան իրանից սկսեց բան ներկայացնել։ Չէ, նայ, ասենց ասում է, եթե նայ օրինակ եվրոպական միջազգային կառույցները աջակցում են ընտրությունների անցկացմանը, բան, ասում է տարբեր շրջանակներ դա վերնագրում են որպես բան, ընտրությունները որպես կեղծիք բան, ասում է, բայց եվրոպական կառույցները որ օգնում են մեզ, դա թափանցիկության համար են օգնում։ Բայց այտենց բան լսել ես։ Չէ, մի վարքյան լսել ես, գրեթե մեկ ընդդիմադիր ուժի, ով հայտարարել է, որ Եվրոպական միության գործունեությունը ընտրությունների հետ կապված, Եվրոպական միության, այսինքն չգիտեմ, դիտորդների հետ կապված աշխատանքներ կամ մնացած աշխատանքներ, որ պետք է լինի, որ ասենք չգիտեմ, դիտորդներ ա ուղարկում Եվրոպական միությունը, միջազգային կառույցները։ Տարիներ շարունակի դա։ Միշտ եղել է։ Հիմա դու ինչ որ մեկից լսել ես, որ իրանք հայտարարեն, որ դա ընտրակեղծարարություն է։ Ոչ։ Այսինքն նա իր ասածը գիտես որն է, որ Ռուսաստանի կողմնորոշում ունեցող ուժերը փորձում են նման բան հայտարարել։ Ես չեմ լսել։ Իրանից էի լսում առաջին անգամ։ Փորձեցի Google-ել բան, բայց իր ասածը ընդհանրապես ասնավանի չի, ոնց որ ասում են։ Չնայած ինքը փողոցում չի եղել, որ իմանա այդ որն է, բայց ամեն դեպքում ռուսերեն բառը translate անի իմանա։ Ռուսերենից լավ չի, չէ՞։ Այդ լեզվով ասած translate ես անում, ախպերս ընդ բերում է ասնավանին որն է։ Ու տես, ես ուրեմն ուզում եմ ուշադրությունը հրավիրեմ Դանիել Իոնիսյանի, ուրեմն երկու բլոգեր կան Ադրբեջանում, ովքեր որ զբաղվում են Նիկոլ Փաշինյանի քարոզարշավով։ Չէ, այդ թութու լավանց տե ես մեր
հայերի այդ բանից է, այդ հավատացյալների խմբից է։ Արա հավատացյալը գիտես ով է, ընկեր հավատացյալը այն մարդն ով գնում է եկեղեցի։ Որ հավատում է Աստծուն, աղոթում է, բայց դու իրանց խոսքերա կնքված է։ Իրանք հավատացյալ չեն, իրանք աղանդավոր են։ Ոսկի տարելով դելա Հիսուս կախելա վզից 20000 դրամով մեկինաց քրիստոնեական ճշմարիտ վարդապետությունից շեղվածներին անվանում են աղանդավորներ։ Հիմա իրանք եթե իրանք իրական քրիստոնյա են, թող հավաքվեն հայ առաքելական եկեղեցի շուրջը։ Միանշանակ ես քո հետ համաձայն եմ։ Ոնց կարելի է այդ նայ, մեկ պատկերացնենք, էլի աղանդել կա, չէ՞։ Չէ, այդ աղանդների մասին, չէ, ֆիքսված արդեն պետական ռեգիստրում գրանցված աղանդների մասին է խոսքը, որին հարում է այդ բլոգերն Էրիկը։ Հա, անունն է։ Տնավարի գովազ դերի։ Չգիտեմ, հիմա ամեն դեպքում։ Նայ, այս մարդը կյանքի խոսքի ներկայացուցիչ է, ինչքան հիշում եմ։ Հա, կյանքի խոսքը աղանդ է։ Կյանքի խոսքի հիմնադիրը պատկերացրես, որ հիմնել է ամբողջ աշխարհում, այդ մարդը փակել է, ինքը հրաժարվել է, հելել է, ասել է, որ ճիշտը կաթոլիկ եկեղեցին է։ Այսինքն գնաց է կանգնել է կաթոլիկ եկեղեցու մոտ, ասել է սա սխալ է, բայց այս տակի մարդիկ Էդի պահել եմ որպես բիզնես պրոյեկտ կամ չգիտեմ բիզնես պրոյեկտ բուրգն է էլի մարդկանց շահագործելու հավաքում են տեսել ես կարմիր դույլերով իրենց մոտ ստեղ կես գնաց է տեսել են բանի համար էլի ինձ էլ հետաքրքիր եղավ բայց չեմ նայ ասում ինձ որ հետաքրքիր ալնում գնում եմ կարմիր դույլեր է դրած ասենք աղոթում են Մեզ կարմիր դույլը բերում սս տալիս է, սս դեմ են անում, ասենք պետք է փող գցես ախպեր, եթե տենց մի 100 դրամ ես գցում, ասենք տենց բեսամ տենց վատ են նայում վրա, որ ավելի լավ է տենց ոչմ չգա իր դա էլի։ Բան դիգոնը նորմալ փող գցես ու իրանք աստվածաշնչից են, չէ՞ խոսում։ Իհարկե։ Հիմա ինչևից է, լավ վերադառնանք այդ ոչխարաբուծերի մոտ, այդ ադրբեջանական բլոգերները։ Այն չէի ասում։ Անձամբ տեսել եմ։ Ուրեմն սիրելի հետևորդներ, չեմ ուզում իրանց հետևեք կամ նայեք, բայց ձեր իմանալու համար որպես քաղաքացիներ 3 միլիոն վարչապետերից մեկը, ինչու՞ չեն նայված Նիկոլ Փաշինյանի, ուրեմն այս բլոգերները ես երկուսին եմ տեսել, կարծում եմ ավել էլ կլինեն, քարոզարշավ են անում ուղիղ, այսինքն այդ ռազմավարը ինչ զարմարա, ասում է, որ Նաստայաշի միրը լինի խաղաղություն, պետք է Վավայևիչին ընտրեք մեր խի ու ասում ես հեսա հիմնավոր մի քանի ժամանակ առաջ չէր ասում որ ասենք տենց նոլ դու Փաշինյան բան ղժում էր վրան հա դե իրաց պրոյեկտն է ինչ ուզում անում են մի օր ձեռ են առնում արաղ են արտադրում ասենք Փաշինյանի անունով Փաշօղլի հա դե Փաշօղլի հիմա այս այդ կամերամա ինչա ասում է կամերամ ռազմա հա չէ ինչ ահավորա չէ անունը արդեն ինչ բան է չէ կամերամ ոչխարական անուն է երևի մայր ոչխարներին են հիմա այս հենց բան հետաքրքիր անու շախբերը ասում է Նիկոլին որ ընտրեք երկարատև խաղաղություն կլինի ինքը ամենալավ տուդիմ սյուդիմ հիմա հարց առաջանում ես ընդհանրապես թքած ունեմ ինքը ով է ինչ է ուզում բայց այստեղ հարց է առաջանում յուրաքանչյուր հայով որ նայի ասենք էլի այդ դրան այդ երևույթին եւ այլ ինքը մեր ճշնամի պետությունից է մեր հարևան եւ ճշնամի պետությունից է մենք չենք մոռանում բռնի տեղահանվածներին Սումգայիթի ջարդեր ցեղասպանություն այդ դրանց հետնորդն է էլի նույն իրավահաջորդն է այստեղ տենց եսի միշտ չկա քննարկելու այդ արդեն պարզից պարզ է հիմա ինքը եթե Նիկոլի Քարոզարշավը զբաղվում է Նիկոլի Քարոզարշավով ու խորհուրդ է տալի հայերին որ Նիկոլին ընտրեք որ լավ լինի հիմա այստեղ երկու կետ Դանիել Լեոնիսյան ֆիքսի ինչ որ այա քո գործն է էլի հիմա տես Կետ համար 1 ինքը խառնվում է մեր ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ընտրություններին, որտեղ որ բացարձակ արժեք է մարդը, մեր քաղաքացիները ներքին օրենքի հստակ պահանջ, որ ոչ մի այլ պետություն իրավունք չունի կամ պետություն քաղաքացի Հայաստանի ներքին գործերին Հիմա այդ կետ համար 1 հետևողական եղեք, որ ինքը մեր ներքին գործերին է խառնվում իմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու գործերին պատկերացնում եք ժողովուրդ Քարոզարշավը դեռ չսկսած ադրբեջանցի բլոգերները քարոզ են անում ի օգուտ Նիկոլ Փաշինյանի հասկանում եք ուր ենք հասել ու եթե օրինակ նմանատիպ ինչ-որ բան լիներ այլ երկրների հետ կապված, միանգամից Դանիել Լեոնեսյանը, Նիկոլը Ռուբինյանը, Պողոսը, Պետրոսը կասեին, այ տեսեք, ռուսական շպիոնները աշխատում են, որովհետև բան, չէ՞, սենց ինչ-որ տարբերակ կքննարկվեր։ Ու կետ համար 2 ընկեր, սիրելի հայրենակիցներ, Իոնիսյանից սկսած, դուք
Եթե նայում եք, որ ադրբեջանցին է քարոզը տանում Նիկոլի, ով մեր թշնամին է, լավ, այդքանից հետո չենք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը մեր թշնամին է, ոնց որ Քամրամը կամ այն մյուսները։ Լավ, մենք մոռացել ենք Ռոբերտ Աբաջյաններին ու մյուսներին, մենք մոռացել ենք այն ամեն ինչ, ինչ կատարվեց Արցախի հանրապետությունում, ել չեմ ասում այն մնացած չարագործությունները, որ 23 թվականին եւ մինչեւ հիմա շարունակ։ Մենք այդ ամեն ինչը մոռացել ենք, ադրբեջանցիների կոչով պետքա Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, լավ, այս խայտարակության ինչ որ մի պայ վերջ լինելու է, մինչեւ ուր ենք գնալու ու ինչա այս ճանապարհը մեզ ուրա տանելու մեր ինքնա ոչնչացման ոնց որ կնոպկեն լինի այս Նիկոլին սեղմում ես Հայաստանը փոքրանում է մի քիչ էլ սեղմում ասես գլուխը ներս է մտնում ու Հայաստանը փոքրանում է լրիվ ինքնա ոչնչացման կնոպկեն է այսի պլյուս իր հետի այդ ինչ են մեկն ասում է ուսապար բան հա մոռացել էինք ուրեմն Միքայելյան Սասունի ասածով մեր օրհնանքները եւս մեկ անգամ ձեզ քպականներ ջան ոնց Միքայելյան Սասունը կասեր որ օրհնանք է նենց որ էլի այսօր մենք մեր հետևորդները մեր աջակիցները օրհնում են ձեզ նենց որ լավ եղեք Լավ արի ամեն դեպքում մի փոքր խոսենք այդ ընտրական զեղծարությունների հետ կապված ընտրություններ բան դիմացի ընտրությունները ժողովուրդ ջան պետք չի տրվեք իշխանական սադրանքներին վախերին վախեցնելուն բոլորդ գնացեք ընտրության քվեարկական դիմադիր ուժերին, այն ուժերին, որոնք չեն մերժել Սերժ Սարգսյանին, չեն մերժել հանրապետական կուսակցությանը, ամեն դեպքում Այստեղ գիտես ոնց է Սևան ջան, իմ կարծիքով տարանջատումը պետքա լինի երկու մասի տարանջատումից չխոսենք, տարանջատումը իրանք են սկսել սևերի սպիտակների, չէ։ Դրանից հետո այնտեղ բանը երկրորդ նախագահներ սկսել տարանջատումը օպերացիան բանը, արի դրանից չխոսենք, կարիք չեմ տեսնում։ Չէ, մենք ընդդիմության հետ կապված այս պահին փորձում ենք խնդիրներ չտեսնել, մեզ պետքա որ Նիկոլ Փաշինյանը հեռանա ու այդ մեկ օրակարգը պետք է հետաքրքրի յուրաքանչյուրիս բոլոր ընդդիմադիր ուժերին, կուսակցություններին, արտախորհրդարանականներին ու յուրաքանչյուր ամենասովորական քաղաքացու պետքա ունենա մեկ միասնական գաղափար եւ գաղափարախոսություն, որը որ ազգ հայրենիք պետություն պահելն է, եկեղեցին նորից ամրացնելն է բանակը ու էդի Նիկոլ Փաշինյանի հերացման արդյունքում միայն կարող է լինել։ Այսինքն, եթե մենք չունենք համար 1 օրակարգ Նիկոլ Փաշինյանի հերացում, Նիկոլ Փաշինյանը եւ կեղծելու ընտրությունները ու վերընտրվելու է։ Հիմա օրինակ քո կարծիքն է ինձ հետաքրքիր։ Ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը չկեղծի ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանը կեղծելու ընտրությունները արդեն կեղծում է, արդեն ընտրակաշառք է բաժանում։ Իսկ ով պետք է խանգարի, որ չկեղծի։ Պետք է խանգարի հավաքական ընդդիմությունը։ Հիմա օրինակ մենք ունենք բայց մենք չունենք հավաքական ընդդիմություն դեռևս։ Ցավոք սրտի։ Հիմա հարց առաջանում, լավ, այն մարդիկ, ովքեր որ վստահ են կամ իրանց ուժերի վրա էլ կան վստահեն, նորմալ է, կամ մեր քաղաքացիները, ովքեր որ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններով հեռանալու է։ Հիմա հարց առաջանում, որ իրանք հայտնվեին այդ աթոռի վրա, արդյոք իրանք կտային իշխանությունը, եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն լինեին։ Անվտանգության առումով, իշխանության այդ մոլագարության առումով, գումարների Դե հիմա ամեն դեպքում չես կարա մարդուն ասես այդ մարդը ոնց է մտածում, մենք տեսել ենք երրորդ նախագահի օրինակը Երրորդ նախագահ ասաց, որ իշխանությունից ավելի թանկ բան է։ Իհարկե։ Այո։ Հիմա Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդին ասենք։ Այո։ Հիմա Նիկոլ Փաշինյանը չունի։ Հիմա ես Նիկոլ Փաշինյանը որ չունի այդ խնդիրը, այսինքն ինքը պատրաստ է տղուն զոհաբերում էր, չէ՞, ասում էր տղուս անեմ։ Տարեք Ադրբեջան։ Հա, տվեք գերի թողեք։ Մեկ աստե ամեն օր անիմաստ այդ թմրանյութերի ազդեցության տակ պատերի տակը Հավայի մի միտե բան անելու։ Ուզում եմ առաջարկեմ արի մի փոքր մյուս հաղորդմանը խոսենք թմրանյութերից, խաղամոլությունից, այդ չարիքից, որը այսօր մեր երիտասարդության մեջ Ամբողջությամբ համաձայն եմ, կիսում եմ քո կարծիքը, որովհետև խոսենք ինչ որ տարբերակներ առաջարկենք, որ մարդիկ դուրս գան դրանից, չեմ ասում, էլի պարզ է, որ իշխանություններն են մեղավորես բաց թողումների համար, չեմ մեղադրում, որովհետև փաստեր չունեմ ինչ որ մեկը կա հետևում կանգնած, բայց եթե իշխանությունը տվյալ դեպքում անգործության է մատնված, ուրեմն իրանք են անում։ Լավ, դու չես մեղադրում, ես էլ չեմ մեղադրում։ Այ դու իշխանություն ես։ Դու իշխանություն երիտասարդներին եւ դպրոց։ Իշխանությունները կարողա տեղյակ, չէ՞։ Չգիտեմ, ես վերջերս բանը ոստիկանության մամլոքոսներ Telegram կանալներ գոյություն ունի։ Չեն կարում։ Օպերները չեն կարում գրեն իրանց մոտ այդ Telegram-ը։ Չեն գտնում, հա։ Չեն կարում Telegram-ները։ Իսկ որ բարեկներն էին բաժանում թմրանյութերը բացահայտված դեպք չի։ Նայ,
վերջերս բանը ոստիկանության մամլո խոսնակը հայտարարել էր, որ այդ որ ասում են դպրոցներում այտենց բան նարկոտիկները վխտում են, բան դա սուտ է, բան, նայ, ես ուղիղ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ես ու բոլորս տեսնում ենք, որ դպրոցներում պատերի տակ թմրան նյութեր են տեղադրում, տարածում ու դրա դեմը առնելը շատ հեշտ է։ Պրոստը պետք է ունենան մի փոքր պատասխանատվություն ու կամք։ Իդեպ գիտես, չէ, դա կոչվում է հանցավոր անգործություն։ Այսինքն մարդը եթե իր տեղում չի գործ չի անում, դա հանցավոր անգործություն է։ Ես չեմ կարծում, որ ասենք այդ պատասխանատու պաշտոնին ով նշանակված ով պետքա վերահսկի այդ ամեն ինչը, ինքը կամ դրա հետ կապ ունի, կամ ունենց մարդիկ կապ, չէ, քաչ չեմ կարծում ունենա, կամ էլ ունենց մարդիկ կապ ունեն, որ ինքը չի կարող դրա դեմն առնի։ Այսինքն ուրեմն ինքը իր տեղում չի։ Այս թեման թողենք հաջորդ ոդկասթին, մենք կվերցնենք վերլուծություններ, տվյալներ, հնարավորինս կհավաքենք, որպեսզի ձեզ ներկայացնենք։ Ձեզ բնականաբար խնդրում ենք, հորդորում ենք, որպեսզի մեր կողքին լինեք, աջակցեք, կիսվեք, տարածեք, ունենաք հարցեր գրեք, եթե կուզենաք մեր հյուրը լինեք, էլի գրեք, փորձեք մեր այդ կապի դուրս գալ մեր բոլոր հարթակներում, YouTube-յան, Facebook-յան եւ այլն, նենց որ մենք ձեր կողքին ենք, դուք մեր կողքին եղեք, այդ միասնականությունը փորձենք այսինքն փոքր հաղորդումներից վերածենք մի մեծ շարժման, որը կլինի այս իշխանափոխության հիմքը։ Մեր ժողովրդին օգնել, խնդրել, ասել, որ պետք չի մենակ հմեկներով եզրափակվել, մտեք սոցիալական ցանցեր, լսեք տարբեր գործիչների, լսեք նրանց մասին, լսեք ինչ են ասում այդ մարդիկ։ Պարտադիր կոնկրետ մի բան լսել, բայց տեսեք, եթե դուք հմեկով նայում եք, որ մենք Շվեյցարիայի նման երկիր ենք, դուք դուրս եք գալի տանից, տենում եք այդ Շվեյցարիան։ Ես չեմ տենում։ Չէ, աբսուրդի ժանրից է, ես իրոք չեմ հասկանում մենք ուր ենք հասել, բայց ամեն դեպքում վայ ջան, եկեք մեր քաղաքացիներին կոչ անենք, որ լինեն իրավագիտակից, ընդհանրապես լսեն բոլոր կողմերին, նոր փաստերը։ Ընդհանրապես տես խոսքա, չես մեր երկու կողմերին պետք է լսել, նոր փորձել դա։ Փաստերն էլ մի հատ վեր հանեն, նայեն, տեսնեն ինչա, որովհետև դա սովորական մանիպուլյացիա են անում ժողովուրդ ջան ձեր հետ, այսօրվա իշխանությունները սովորական շատ ինչ ասեմ, այն հայաթի ձևով ասած մուտիլովչիկություն են անում ու դա շատ հեշտ է բացահայտելը։ Ուղղակի պետք է նայել տարբեր կողմերը ու հասկանալ ինչի մասին է խոսքը։ Ուզում եմ նաև այսօր դե կալանավորեցին երիտասարդներից մեկին դպրոցական, այսինքն խեղեցին եւս մեկ ճակատագիր ուղարկելով կալանավար։ Այդտեղ պետք է բանակ գնալ, դպրոցն ավարտել, բանակ գնալ։ Հերթական ճակատագիր խեղվեց, ինչպես մեր 18-ից 20 տարեկան երիտասարդներին տարան կոտորեցին, ճակատագրեր խեղեցին, վիրավորներ, գերիներ եւ այլն։ Հիմա տեսեք, ազատություն բոլոր մեր գերիներին, քաղբանտարկյալներին, աստծո կամքով բոլորը վերադառնան, հասնեն մեր հայրենիք, իրենց հարազատներին, բոլոր քաղբանտարկյալները հասնեն իրենց ընտանիքի անդամներին ու իրենց պայքարը, որ մենք դրսում դեռ շարունակում ենք ու շարունակելու ենք, հասնի իր հանգրվանին, ազատվենք այս իշխանություններից։ Ձեզ խնդրում եմ, որպեսզի տեր լինեք ձեր քվեներին, ձեր իրավունքներին, փորձեք ավելի շատ կարդալ, ավելի շատ ուսումնասիրել, որպեսզի վաղը մյուս օր կարողանանք մենք բոլորս միասին տեր կանգնենք մեր երկրին։ Շնորհակալ եմ, որ մեր հետ էիք, կհանդիպենք։